Երկու լուր, մեկը լավ, մյուսը հումորային, ծիծաղելի էլի մի քիչ։ Մի լուրը այնա, որ Մոլդովականի 3 առաջորվա իմ բացահայտման մասով ծառերի հատման հարուցվել է քրեական գործ։ 1 միլիոն դրամ բուսականությանը հասցվել է վնաս, այդ վիոլա ջրի կազմակերպությունը, որը հատում էր ծառերը, պարզվում է ապօրինի էր հատում, չուներ կանաչապատումից թուղթ, այն որ ընկինը գորգորում էր այդ վիդեոյի մասին, անդերքի տեսչական մարմինը դիմել է քննչականին եւ պարզել է, որ 1 միլիոն 5,000 դրամի բնությանը հասցվել է վնաս։ Ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ դադարեցնել մյուս ծառերի հատումը եւ շատ ուրախ եմ, որ չի շարունակվել այն մյուս ծառերի հատումը եւ շատ ուրախ եմ, որ հարուցվել է քրեական գործ, որը կլինի դաս մյուսներին, ովքեր ապօրինի ծառահատմամբ են զբաղվում։ Այս մասով ունենք փոքրիկ հաղթանակ։ Հաջորդը 2 օրա կանաչապատման հողակի տնօրեն Արմեն Բեգոյանը, սենց Հայրումյան կոչված մանիպուլյատոր բլոգեր, լայքահավաք Էդուարդ Հայրումյան կոչվող բլոգերը եւս մի սարսափելի կեղծիք է տեղադրել իր էջում, ինչին անհրաժեշտ է անդրադառնալ Այդտենց բառերով դիմում է ինձ, ես իրան իհարկե չեմ վիրավորի եւ խնդրում եմ դուք եւս չվիրավորեք Արմեն Բեգոյանին եւ որևէ այլ պաշտոնյայի կամ մարդու իմ մեկնաբանությունների մեջ, որովհետեւ իրանք ուզում են հարց տանեն միգուցե անձնական դաշտ, ինձ ներքաշեն միտեղ, որից ես խուսափում եմ եւ երբեք չեմ մտնի, դրա համար ես կանդրադառնամ այն մասերին, ինչը ինքը տենց իբր մասնագիտորեն ասում է։ Խոսքը նրա մասին է, որ այսօր այո, ես հրապարակել եմ Դավթաշենում կանաչ տերևներով, կանաչ բարդի ծառի մասին տեսանյութ եւ ասել եմ, որ հատվում է Դավթաշենում կանաչ ծառ, կարդացեք բառացի իմ գրածը, եւ ես տեսել եմ վիդեո, ֆոտո, որտեղ հատվում է կանաչ ծառ, բնականաբար ես Դավթաշենում չեմ եղել եւ չեմ տեսել, որ ծառը ունի փչակ եւ չեմ ասել, որ ապօրինաբար հատվում է ծառ կամ չգիտեմ ինչ, այլ ասել եմ, որ դիմել եմ ՀՀ ընդերքի տեսչական մարմնին եւ ՀՀ ոստիկանությանը, որպեսզի գնան պարզեն, թե ինչա այդտեղ տեղի ունենում, որովհետեւ երբ որ մարդիկ մոտեցել են իրանց, նախ այդ հատողը չի եղել կանաչապատման համազգեստով եւ եղել է կասկած, որ դա կարող է կանաչապատումը չի անում եւ նույն Մոլդովականի նման գործ է եւ ծառը հերվից թե ֆոտոներով ամբողջապես կանաչ էր։ Ֆոտոները տեսնելով ես եւս ուզում եմ ցույց տամ, որ այս ծառը ուներ փչակ, այդ որ ասում են տապալման եզրին բան, ենթադրենք այդպես է եղել, բայց իմ տարածած տեսանյութը որակում են մանիպուլյացիա, որ Յանի Հայրումյանը ասում էր հատվում է առողջ եւ կենսունակ ծառ, թե ինչ, ես այդպես չեմ ասել եմ հատվում է կանաչ ծառ, այո, հատվում է կանաչ ծառ, պարզ տեսնում եք, եւ ես ուղարկել եմ պետական գերատեսչություններին ստուգող, որ գնան եւ ստուգեն արդյոք այդտեղ օրինական է այդ ծառը հատվում, թե ոչ։ Փոխանակ պատասխանեն, որ այդ ծառը հատվում է օրինական, իրանք որոշել են, որ ասեն, որ Հայրումյանը մանիպուլյացիաներով է զբաղված, որպեսզի պատկերացնեք իմ մտահոգությունների պատճառը, նախորդը տեսակ, որ մի օր առաջ իմ բացահայտած ծառահատումների մասով հարուցվել է քրեական գործ եւ 1 միլիոն դրամ պետությանը վնաս եւ այդ մարդիկ, ովքեր հատել են այդ ծառը, ձերբակալվելու են։ Իսկ Արմեն Բեգոյանին խորհուրդ կտամ զբաղվի իր մասնագիտական գործունեությամբ, ոչ թե բլոգերությամբ ես կզբաղվեմ։